Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր դեկտեմբերի 29։ Եվ մինչև ծերանալն էլ ես եմ, և մինչև ալևորությունը պիտի կրեմ ձեզ։ Ես ստեղծեցի և ես պիտի կրեմ, և ես պիտի վեր առնեմ և ազատեմ։ Եսայի 46-րդ գլուխ 4-րդ խոսք։ Տարին արդեն հնացավ, և ահա մի խոստում մեր տարեց ընկերների համար, այո և մեզ բոլորիս համար, քանի որ տարիքը սողոսկում և ծածկում է մեզ։ Եկեք ապրենք այնքան երկար, որ մոխրագույն մազերը երևան գան և կարողանանք վայելել այս խոստումը, հավատքով սպասելով դրան։ Թեկուզ երբ մենք ծերանանք, մեր Աստվածը շարունակ եսեմն է, մնալով հավերժ անփոփոխ։ Մոխրագույն մազերը վկայում են մեր ծերացման մասին, բայց նա երբեք չի ծերանում։ Երբ մենք չենք կարողանում կրել մեր բեռը և հազիվ ենք կարողանում ինքներս մեզ կրել, Տերը կկրի մեզ։ Հենց այնպես, ինչպես որ նա մեզ կրեց որպես սեփական գառներ իր գրկում մեր երիտասարդության տարիներին, այնպես էլ նա կկրի մեզ մեր թուլության տարիներին։ Նա ստեղծեց մեզ, և նա էլ կհոգա մեր մասին։ Երբ մենք դառնում ենք բեռ մեր բարեկամների և ինքներս մեզ համար, Տերը չի մերժում մեզ, այլ վերցնում է մեզ իր ուսերին, կրում մեզ և ազատում մեզ ավելի լիարժեք, քան երբևէ։ Շատ դեպքերում Տերը իր ծառաներին երկար և խաղաղ երեկո է պարգևում։ Նրանք ամբողջ օրը տքնեցին և ուժասպառ եղան ծառայելով իրենց Տիրոջը։ Եվ այդ ժամանակ նա ասում է նրանց. «Հիմա հանգստացեք, սպասելով այն հավիտենական շաբաթ օրվան, որ ես պատրաստել եմ ձեզ համար»։ Սիրելիներ, եկեք չվախենանք ծերությունից։ Եկեք ծերանանք արժանապատվորեն, քանզի Տերն ինքը մնում է մեզ հետ շնորհի լիությամբ։